Հեռուստաընկերություն, իսկ Իրան-Ադրբեջան էսկալացիայի ռիսկ տեսնում եք, հարցս 3 բանախոսներին էլ ուղղված է, հատկապես թուրքական մամուլը այս վերջում այդ մասին նաև գրել էր եւ հաշվի առնենք նաև տարածաշրջան բերվող կամ բերված զորքերի հանգամանքը։ Ես դառնալու առումով փորձեմ շատ համառոտ պատասխանել, իհարկե գաղտնիք չէ, որ Իսրայելը ունի որոշակի այսպես ենք անվտանգային եւ ռազմական ներկայություն Ադրբեջանում, ընդ որում դրա մասին Ալկոնե միջազգային մամուլը խոսում է արդեն 15 տարի, սկսած 2010-11 թվականից, ասենք Foreign Policy-ում եւ այլ հեղինակավոր ամսագրերում նման տեղեկություններ կային Ադրբեջանում Իրանի ռազմական անվտանգային հետախուզական ներկայության մասին։ Սակայն կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը բավականաչափ խելացի կլինի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանի տարածքի ուղղակի օգտագործում Իրանի դեմ հարվածների համար։ Հատկապես այս պահին, երբ ինչպես իմ գործընկերը նշեց, պատերազմից անցել է 1 ամիս եւ չնայած տակտիկական հաջողություններին, ռազմավարական հաջողություններ չկան։ Հետեւաբար իմ գնահատմամբ Ադրբեջանը կմտնի պատերազմի մեջ կամ առնվազն թույլ կտա, որ բացահայտ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ, շեշտում եմ բացահայտ, որտեղ գուցե ոչ բացահայտ արդեն օգտագործվում է։ Միայն այն դեպքում, երբ Ադրբեջանում գրեթե վստահ լինեն կամ 100% վստահ լինեն, որ Իրանում տեղի ունենալու վարչակարգի փոփոխություն Իսլամական Հանրապետությունը իր գոյությունը չի շարունակելու։ Հակառակ պարագայում դրա հավանականությունը ես բավականաչափ փոքր եմ գնահատում։ Եթե գործընկերներս ավելացնելու բան ունեն։ Շատ կարճ ավելացնեմ։ Ուրեմն էսկալացիան, հնարավոր էսկալացիան Ադրբեջան-Իրան մեջ կարող է լինի երկու ուղղությունից, առաջինը կամ Ադրբեջանի ուղղությունից Իրանի դեմ կամ Իրանի կողմից Ադրբեջանի դեմ։ Երկրորդը գործընկերս բացեց, որ Իրանը պատրաստ կլինի դիմել ինչ-որ քայլերը, եթե ակնհայտորեն Ադրբեջանը օգնություն տրամադրի Իսրայելին։ Հիմա իրանք դա առնվազն փորձում են չանեն կամ անեն այդպիսի, որ ոչ մեկ չտեսնի կամ չկարողանա ապացուցել։ Ադրբեջանը պատրաստ կլինի ինչ-որ մի քայլ անել Իրանի դեմ, միայն այն դեպքում, եթե իրենք 100% վստահ լինեն, որ որևէ սպառնալիք Իրանի կողմից չկա, որովհետև Ադրբեջանը չունի որևէ ռազմավարական խորություն դիմադրել Իրանին, որովհետև Իրանի կողմից մի քանի հատ հարված Ադրբեջանի դեմ, նավթագազային հետակառուցվածքի դեմ եւ այլ ոչ ռազմական հետակառուցվածքի դեմ կարող բերի շատ արագ տնտեսական կոլապսի եւ հաշվի առնելով, որ այստեղ ուղղակի ինչ-որ աջակցություն իրենք չունեն եւ դժվար թվնան համատելով օրինակ արաբական երկրները եւ Միացյալ Նահանգները, այստեղ դժվար թե Թուրքիան ցանկանա Ադրբեջանի համար ներգրաված լինի լայնածավալ պատերազմի մեջ Իրանի դեմ, նույնիսկ եթե իրանք ունեն Շուշի 21 ստորագրված հռչակագիր։ Հետաբար մինչեւ այդ վտանգը լինի Իրանի կողմից, Ադրբեջանը դժվար թե ինչ-որ բան անի։ Քննարկում են այդ սցենարները Իրանում, փորձագիտական շրջանակներում, այո, քննարկում են, որովհետև իրենք տեսնում են այս Նախիջևանի դեպքից հետո, երբ որ Ալիևը անվանեց Իրանը հաբեկչական պետություն, դա արդեն խոսում է դրա մասին, որ ստեղծում է ինչ-որ պետական մակարդակում հակաիրանական նարատիվ, որը ուղղված է նրան, որպեսզի ունենա ներքին լեգիտիմություն հետագա քայլերը ձեռնարկել Իրանի դեմ։ Այդ վաղ Իրանում շատ ակտիվ հետևում են, թե ինչ է անում Ադրբեջանը։ Բայց հաշվի առնելով, որ հետո Ադրբեջանը դիմեց, ասենք, դեսկալացիայի, ուղարկելով հումանիտար օգնությունը եւ այլն, այս հարցը հիմա առնվազն փորձագիտական շրջանակներում ոչ Իսրայելում, ոչ Իրանում լուրջ չի քննարկվում։